Երևան Արմավիր ավտոճանապարհի ատոմակայանի խաչմերուկում վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ը միջին ծանրության։ Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ծանր դեպք չկա։ Այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան ու մարդատար գազելը։ Բախման հետևանքով գազելը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի կողմում։ Ազգային ժողովում լսումներ են, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով։ Օրակարգում ազգային ճգնաժամի և կառավարման նախաձեռնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։ Այս լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության, ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ելույթի ժամանակ իրենց падգամավորների ստորագրությունները փոխանցեց պատիվ ունեմին, որպեսզի կցեն իրենց նախագծին։ Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ գագաթնաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները այդ ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դինամիկ զարգանում է, ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Միրզոյանը և Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների շուրջ ևս։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վստահ հաղթանակ է տանելու 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԿՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ի ընտրություններին։ Ըստ նրա պատճառն օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագիրն է լինելու։ Ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահի և լրագրողներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել նրա հարցերին։ Անի ջան, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, դուք անձնական դաշտ եք մտնում։ Լրագրողը դեռ երկար փորձեց ստանալ իր հարցերի պատասխանը, սակայն Սիմոնյանը որոշումը չփոխեց։